Ընթերցում ենք Մատթեոսի ավետարանը և կատարում մեկնաբանություններ։ Գլուխ 5-րդ։ 5-րդ գլուխը կոչում են սովորաբար լեռան քարոզ։ Լեռան քարոզը Մատթեոսի ավետարանում Քրիստոսի 5 հիմնական ուսուցումներից առաջինն է։ Հիմնականում ներկայացնում է արքայության բարոյական կողմը։ Այս քարոզի կապակցությամբ ծագում էին կարևոր հարցեր, թե արդյոք պետք է այն բառացի ընդունել և ում է այն վերաբերում։ Վաղ քրիստոնեական եկեղեցին հակված էր լեռան քարոզը հասկանալու բառացիորեն, սակայն այն ամբողջությամբ վերագրվում էր առաջին հերթին վանականներին։ Մյուսները փորձել են այն տարածել բոլոր քրիստոնյաների վրա։ Կային նաև նրանք, ովքեր այն կապում էին հազարամյա թագավորության ժամանակի հետ։ Այնուամենայնիվ, մի մասը պնդում էր, որ դրա պահանջները չի կարելի հասկանալ բառացիորեն, քանի որ Հիսուս նկատի ուներ ոչ այնքան արտաքին վարքագիծը, որքան ներքին հոգեվիճակը։ Լեռան քարոզը ուղղված է աշակերտներին և նրանց միջոցով ողջ ժամանակակից եկեղեցուն։ Տեր Հիսուս երբեմն դիմում է հիպերբոլիկ ձևակերպումների, որպեսզի ընդգծի Աստուծո պահանջների կարևորությունը։ Այս քարոզը ներկայացված է նաև Ղուկասի ավետարանում 6-րդ գլխում։ Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռան վրա, և երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան իր աշակերտները, և նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. Ավետարանը նկատի ունի այն նույն ժողովրդին, որի մասին նշվել էր նախորդ գլխում։ Փրկչի մոտ հավաքվեցին բոլոր ցանկացողները, նրանք, ովքեր լսել էին նրա փառքի մասին, որն այժմ արդեն լայնորեն տարածվել էր։ Այս քարոզի ավանդական վայրը գտնվում է Թաբղայի մերձակայքում, Կափառնաում քաղաքի մոտ, թեև Մատթեոս ավետարանիչը ճշգրիտ վայր չի նշում։ Այս լեռը քրիստոնյաները հաճախ կոչում են Երանիների լեռ։ Շատ աստվածաբաններ այստեղ նշված լեռը համեմատում են Սինա լեռան հետ, որտեղ Աստված Մովսեսի միջոցով տվեց իր պատվիրանները օրենքի տեսքով։ Աստվածաշունչը ժողովի մեջ կարդալիս ընթերցողը պետք է կանգնած լիներ։ Հրեական ուսուցիչները, սակայն, սովորաբար մեկնաբանում էին Աստվածաշունչը նստած, աշակերտների շրջապատում, որոնք նստած էին իրենց ուսուցչի ոտքերի մոտ։ Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Սա պարզապես ժամանակավոր կամ պայմանական երջանկության զգացում չէ, այլ բարօրության վիճակ Աստծո հետ հարաբերության մեջ։ Երանիները ցույց են տալիս, որ երկնային օրհնությանը հասնելու ճանապարհը բոլորովին տարբեր է այն ուղիներից, որոնցով սովորաբար մարդիկ փնտրում են երջանկություն։ Մարդիկ իրենց երջանկությունը փնտրում են հարստության մեջ, զվարճանքներում, ցանկացած տեսակի չափազանցությունների մեջ, սակայն ճշմարտությունը ամբողջությամբ այլ է։ Երանիները նկարագրում են իրական հավատքի որակական կողմերը։ Աղքատ բառը հունարենում արտահայտվում է երկու բառով։ Առաջինը պենես բառն է, որը նշանակում է մարդ, ով պետք է աշխատի գոյատևելու համար։ Այս բառով նկարագրվում է աշխատող մարդը, որ ավելորդ ոչինչ չունի, նա ոչ հարուստ է, ոչ էլ խիստ կարիքավոր։ Սակայն ավետարանում հոգով աղքատ, այս աղքատ բառը կիրառված է ոչ թե հունարեն պենես բառով, այլ պտոխոս բառով, որը նշանակում է ամբողջական և ծայրահեղ աղքատություն։ Երջանիկ է փաստորեն այն մարդը, ով ընկել է ամբողջական և ծայրահեղ աղքատության մեջ։ Երջանիկ է այն մարդը, ով ոչինչ չունի։ Երանիները Տեր Հիսուս արտասանել է ոչ թե հունարենով, այլ արամեերենով։ Հրեական
լեզվամտածողության մեջ աղքատ բառն ունի առանձնահատուկ նրբերանգներ։ Աղքատ ասելով կարող էին հասկանալ պարզապես չքավոր մեկին։ Այն կարող է արտահայտել ոչ մի ազդեցություն կամ ուժ չունեցող մարդու իմաստ, որովհետև աղքատ է։ Կարող է հասկացվել նաև որպես մարդկանց կողմից ճնշված մեկը իմաստով, որովհետև աղքատ է։ Եվ վերջապես այս բառով սկսեցին բնութագրել այն մարդուն, ով չունի ոչ մի երկրային բարիք և ամբողջությամբ վստահում է Աստծուն։ Այսպիսով, հին եբրայերենում աղքատ բառով բնութագրվում էր նաև այն մարդը, որը ամբողջությամբ իրեն վստահել է Աստծուն։ Այս իմաստով աղքատ բառը կիրառվում է նաև Սաղմոսներում, երբ Դավիթ Սաղմոսերգուն ասում է աղքատն այս Տիրոջը դիմեց, և Տերը նրան լսեց ու իր բոլոր նեղություններից փրկեց նրան, 33-րդ գլխում, կամ մեկ այլ տեղ, Տերն ամենևին չի մոռանա աղքատին և տնանքների համբերությունը երբեք չի սպառվի, 9-րդ գլխում, Աստված փրկում է աղքատին և այսպես շարունակ։ Այսպիսով, երանի հոգով աղքատներին նշանակում է երջանիկ է այն մարդը, որը գիտակցել է իր լիակատար անզորությունը և ամբողջությամբ ապավինում է Աստծուն։ Հոգով աղքատ մարդը հասկանում է, որ նյութական բարիքները ինքնուրույն չեն կարող բերել երջանկություն։ Նա կապում է իրեն Աստծո հետ, որովհետև հասկացել է, որ միայն Աստված է կարող օգնելու, հույս և ուժ տալու։ Ոչ մի դեպքում չպետք է մտածել, որ սա դարձնում է նյութական կարիքը բարոյական արժանիք և նպատակ։ Աղքատությունն ինքնին բարոյական արժանիք չէ։ Աստծո արքայությունը պատկանում է հոգով աղքատներին, որովհետև նրանք ճանաչել են առանց Աստծո իրենց կատարյալ անզորությունը և սովորել են վստահել և ենթարկվել նրան։ Շատ հրեաներ կարծում էին, թե արքայությունը կարող է հաստատվել միայն մեծ պատերազմի միջոցով, զենքի ուժով, մինչդեռ Տեր Հիսուս արքայությունը խոստանում է հոգով աղքատներին, հեզերին և խաղաղարարներին։ Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Սովորաբար սուգը կապված էր կամ ապաշխարության, կամ ծանր կորստի հետ։ Սուգը կարող է մատնացույց անել Իսրայելի ծանր մեղքերը, սակայն այս համատեքստում ըստ ամենայնի արտահայտում է բռնաճնշումների բերած տառապանքը։ Մխիթարությունը այն օրհնություններից մեկն էր, որ Աստված խոստացել էր շնորհել իր տառապյալ ժողովրդին։ Սգավորներ ասելով կարող են հասկացվել նաև նրանք, ովքեր սգում են աշխարհի մեղքը և հատկապես սեփական մեղքերը։ Այսպիսի տրտմությունը, որն ըստ Աստծո է, տանում է դեպի փրկության ապաշխարություն, ինչպես ասում է Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղղված իր 2-րդ նամակի 7-րդ գլխում։ Հունարեն բառը, որ հայերենում թարգմանվել է մխիթարել, կարող է նաև թարգմանվել որպես օգնություն ցույց տալ։ Ուստի այս երանիի իմաստը կարելի է ձևակերպել նաև այլ կերպ. երանի են սգավորները, կամ այլ կերպ ասած արցունք թափողները, որովհետև նրանք կստանան այն օգնությունը, որի շնորհիվ նրանց արցունքները կդադարեն, այլ կերպ ասած, կստանան այն օգնությունը, որը կբերի նրանց մխիթարություն, իրենց ցավից բուժում։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Ըստ Օգոստինոս երանելու, հեզերը նրանք են, ովքեր չեն հակառակվում չարին, այլ բարությամբ են հաղթում չարին։ Օրինակ, նման միտք արտահայտում է նաև Պողոս առաքյալը իր հռոմեացիներին ուղղված նամակի 12-րդ գլխում։ Ուրեմն այս հեզերը պետք է ժառանգեն երկիրը, սակայն
Ինչ երկրի մասին է խոսքը։ Քրիստոսի այս խոսքերի վրա որոշ լույս է սփռում այն հանգամանքը, որ նրա խոսքերը գրեթե բառացիորեն համընկնում են Սաղմոսի խոսքերի հետ, ովքեր հեզ են, նրանք կժառանգեն երկիրը։ Սա 36-րդ Սաղմոսի 12-րդ համարն է։ Սաղմոսի եբրայերեն բնագրում և 70-ից թարգմանության մեջ երկիր բառը գործածված է առանց որոշյալ հոդի, ընդհանրապես երկիր, այլ ոչ թե կոնկրետ որևէ երկիր։ Սաղմոսում Տիրոջը ապավինողները, այսինքն հեզերը, արդարները, անարատները, հակադրվում են չարագործներին, նենգ մարդկանց, ամբարիշտներին, անօրեններին։ Ուստի Սաղմոսի հիմնական միտքն այն է, որ ամբարիշտներին պիտի փոխարինեն արդարները և հենց այս իմաստով նրանք պիտի ժառանգեն երկիրը։ Կարելի է մտածել, որ Փրկիչն էլ նույն իմաստով էր խոսում, նա չէր ասում, թե հեզերը պիտի ժառանգեն Պաղեստինը, այլ ընդհանրապես երկիրը, այսինքն պիտի դառնան երկրի ամբողջ աշխարհի տերը։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Հրեաները հասկանում էին, որ Աստված գալիք արքայությունում պիտի ապահովի իր ժողովրդի բոլոր կարիքները, ինչպես դա եղավ, օրինակ, ելքի ժամանակ, երբ Աստված առաջին անգամ փրկեց նրանց։ Սակայն ձգտման ամենամեծ առարկան կարող է լինել միայն Աստված և նրա խոսքի ուսուցումը։ Քրիստոսի հետևորդները պետք է նույն ուժգնությամբ ձգտեն Աստծո արդարությանը, Աստծո կամքի կատարմանը, ինչ ուժգնությամբ քաղցածները փորձում են հաց գտնել իրենց համար, կամ ծարավները ջուր։ Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Ողորմածներ բառը նկարագրում է այն մարդկանց, որոնք բարեհաճ են առհասարակ մարդու և ոչ միայն աղքատների նկատմամբ։ Հին Կտակարանում կա այս երանիին բավականին մոտ պատվիրան, սակայն ողորմությունը սահմանափակվում է միայն աղքատներով։ Օրինակ, Առակաց գրքի 14-րդ գլխի 21-րդ համարը։ Տիրոջ խոսքերին ավելի մոտ են Օսեե և Միքիա մարգարեների խոսքերը, Օսեայի 6-րդ գլխի 6-րդ համարը, Միքիայի 6-րդ գլխի 8-րդ համարը։ Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ Աստված հոգի է, և այդ պատճառով մարդիկ չեն կարող նրան տեսնել ըստ էության։ Սակայն այստեղ Տեր Հիսուս մաքուր սիրտ ունեցողներին խոստանում է, որ նրանք կտեսնեն Աստծուն։ Հովհաննեսի ավետարանում Քրիստոս վստահեցնում է իր աշակերտներին, որ նրան տեսնողը տեսել է Հորը։ Ասվածը պետք է նաև դիտարկել վախճանաբանական համատեքստում, որի մասին խոսվում է Հայտնության գրքում։ Նրանք տեսնում էին նրա դեմքը, և նրա անունը գրված էր իրենց ճակատների վրա։ Ի հակադրություն հրեական ավանդությանը, որ մեծ կարևորություն էր տալիս արտաքին ծիսական մաքրությանը, Քրիստոս ուսուցանում է, որ կարևորը սրտի մաքրությունն է։ Իսկ ինչ է սրտի մաքրությունը։ Դա մարդու այն վիճակն է, երբ նրա սիրտը որպես զգացումների խառնարան չի առաջնորդվում արատավոր կրքերով։ Աստծուն հոգևորապես տեսնելու կարողությունը մարդու մոտ ուղիղ համեմատական է նրա սրտի և խղճի մաքրությանը։ Հրեական մարդաբանության մեջ սիրտ հասկացությունը մի փոքր այլ նշանակություն ուներ, քան այսօր մեր ընկալմամբ։ Այն նախ և առաջ համարվում էր մտքի և կամքի օրգան, և հետո միայն այսպես կոչված վերին զգացումների օրգան։ Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Նոր Կտակարանում խաղաղարար բառը օգտագործված է մեկ անգամ, և այն հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչ իմաստներ ուներ խաղաղություն բառը հունարենում և եբրայերենում։
Հունարենում դրա իմաստը մոտ է մեզ հայտնի իմաստներին՝ պատերազմի և վեճերի բացակայություն, իսկ փիլիսոփայական իմաստով ներքին հոգևոր հանգստություն։ Եբրայերենում խաղաղություն կամ շալոմ բառի իմաստը շատ ավելի լայն է։ Խաղաղությունը ընկալվում էր նախ և առաջ որպես Տիրոջ պարգև, որ իր մեջ համախմբում էր թե հոգևոր, թե նյութական բարիքները։ Շատ հաճախ մարգարեների մոտ խաղաղությունը ըմբռնվում է որպես վախճանաբանական հասկացություն, բնորոշելով Աստուծո արքայության ժամանակը, երբ ինքը Աստված բնակվելու է մարդկանց մեջ։ Նրա ներկայությունը, որը հաճախ կապվում էր խաղաղության իշխանի կամ Աստծո օծյալի հայտնության հետ, ինքնին իսկ խաղաղություն է։ Հիսուս Քրիստոս իր կյանքով հաշտեցրեց մարդուն Աստծո հետ, և դրա համար նա կոչվում է մեր խաղաղությունը։ Այս մասին ասում է Պողոս առաքյալը իր Եփեսացիներին ուղղված նամակի 2-րդ գլխում։ Այս երանին ուղղված է Քրիստոսի հետևորդներին, որոնք վերականգնում են կյանքի ամբողջականությունն ու լիությունը, որ գալիս է Աստծուց։ Հերոնիմոսը խաղաղարարների տակ հասկանում է նրանց, ովքեր նախ իրենց սրտում, ապա նաև անհամաձայնության մեջ գտնվող եղբայրների մեջ են հաստատում խաղաղությունը։ Հրեական ավանդություններում Աստծո որդիներ էին կոչվում թե Իսրայելի ժողովուրդը, թե արդարները։ Այս իրողությունը վերջնականապես բացահայտ կերպով պիտի հաստատվի բոլոր ժողովուրդների առաջ վերջին օրը՝ դատաստանի օրը։ Ըստ Հովհան ոսկեբերանի, Աստծո միածին որդու գործը կայանում էր բաժանվածը միավորելու և թշնամացածը հաշտեցնելու մեջ։ Հետևաբար, խաղաղարարները պիտի կոչվեն Աստծո որդիներ, որովհետև նրանք նմանվում են Աստծո որդուն։ Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Շատ հինկտակարանյան մարգարեներ հալածվեցին այն բանի համար, որ Աստծո խոսքն էին հռչակում։ Քրիստոսի օրերին հրեաների մեծ մասը չէր հավատում, որ դեռ գոյություն ունեն հինկտակարանյան տիպի մարգարեներ։ Ուստի Տեր Հիսուսի կողմից իր հետևորդներին մարգարեների հետ համեմատելը ընդգծում է նրանց առաքելության բացառիկ կարևորությունը։ Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն, և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք, սուտ ասեն։ Ցնծացեք և ուրախացեք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել։ 9-րդ երանին պարզապես բացահայտում է 8-րդի իմաստը, այստեղ միևնույն միտքն է շարունակվում։ Գլխավոր տարբերությունն այն է, որ առաջ խոսվում էր հալածանքների մասին արդարության համար, իսկ այստեղ ինձ համար, այսինքն հենց Քրիստոսին պատկանելու համար։ Վերջին այս երանին առանձնանում է նաև իր ձևով։ Նախորդ բոլոր երանիները ձևակերպված էին երրորդ դեմք եզակի թվով, մինչդեռ այստեղ գործ ունենք երկրորդ դեմք հոգնակի թվի հետ։ Այստեղ Հիսուս ուղղակիորեն դիմում է իր աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր կգնան նրա հետևից, այսինքն ողջ եկեղեցուն։ Փրկիչը այստեղ խոսում է ոչ թե ինչ-որ մասնավոր դեպքի մասին, այլ հենց աշակերտներին սպասող իրական վիրավորանքների, հալածանքների, չարախոսությունների մասին և նրանց, ովքեր կդիմանան այս ամենին, կոչում է երանելի։ Քրիստոսի հետևորդները համեմատվում են մարգարեների հետ, նրանք պետք է կատարեն այս մեծ ծառայությունը և պատրաստ պիտի լինեն կիսել նաև մարգարեների ճակատագիրը։ Դուք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչով այն կաղվի։ Այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի։ Ի տարբերություն նախորդ խոսքերի, այս խոսքերը հավանաբար ուղղված են միայն աշակերտներին։ Սրա օգտին խոսում է այն հանգամանքը, որ Մարկոսի և Ղուկասի ավետարաններում
Այս և հաջորդ մտքերը դրված են այլ համատեքստում։ Հիսուս իր աշակերտներին բնորոշում է որպես երկրի աղ։ Հին աշխարհում աղը համարվում էր բարձրարժեք և կենսական նյութ։ Հռոմեական ասացվածք նույնիսկ կար, որ ասում է ոչինչ չկա ավելի օգտակար, քան արևն ու աղը։ Աղը բազմատեսակ գործառույթներ ուներ։ Այն օգտագործվում էր սննդի և ջրի պահպանման համար, կանխելով դրա փչացումը տաք կլիմայի պայմաններում։ Այս իմաստով աշակերտները կոչված են ինչպես աղը խոչընդոտելու աշխարհի բարոյական ու հոգևոր քայքայմանը։ Միևնույն ժամանակ աղը հաղորդում է համ, և նույնիսկ փոքր քանակը կարող է փոխել ամբողջ կերակրի բնույթը։ Որոշ մեկնիչներ ուշադրություն են դարձնում նաև աղի որպես պարարտանյութ օգտագործման վրա։ Այդ պատճառով երկիր բառը երբեմն մեկնվում է որպես հող, սակայն համատեքստում առավել հավանական է այն հասկանալ որպես աշխարհ կամ մարդկություն։ Աղը կարևոր դեր ուներ նաև ծիսական կյանքում։ Բոլոր զոհաբերությունները աղով էին մատուցվում Աստծուն։ Նորածիններին աղով շփելու սովորույթը ևս վկայում է աղի մաքրագործող և պաշտպանիչ ընկալման մասին։ Համեմատության համար կարող ենք կարդալ Եզեկիելի մարգարեության համապատասխան հատվածը 16-րդ գլխի 4-րդ համարը։ Քո ծննդի ժամանակ, այն օրը, երբ ծնվեցիր, ոչ ոք պորտդ չկտրեց, քեզ սնուցող ստինգը չամրացրին, ջրով չլվացվեցիր փրկվելու համար, ոչ էլ աղով աղվեցիր, խանձարուրների մեջ չփաթաթվեցիր։ Ռաբունական ավանդության մեջ աղը հաճախ խորհրդանշում էր իմաստություն, գիտելիք, օրենքը և նույնիսկ Աստծո ուխտը ժողովրդի հետ։ Այս տեսանկյունից աշակերտները նրանք են, ովքեր իրենց ամբողջ գոյությամբ նվիրված են Աստծուն, ինչպես զոհը, որ մատուցվում էր աղով։ Այդ մեկնությունը սերտորեն կապված է նախորդ համարներում նշված հալածանքների և տառապանքների թեմայի հետ։ Եթե աղը անհամանա արտահայտությունը բառացի կարելի է թարգմանել, եթե աղը հիմարանը։ Արամեերեն և եբրայերեն լեզվամտածողության մեջ անհամությունը հաճախ կապվում էր հիմարության հետ։ Քիմիական առումով մաքուր աղը չի կարող կորցնել իր հատկությունները։ Այդ պատճառով այստեղ խոսքը փոխաբերական է և կապ չունի քիմիական երևույթի հետ։ Այսպիսով, այն աշակերտը, որ դադարում է ապրել արքայության չափանիշներով, որ Լեռան քարոզի առաջին հատվածում Տեր Հիսուս թվարկեց, և սկսում է առաջնորդվել այս աշխարհի արժեքներով, նմանվում է աղի, որը կորցրել է իր էությունը։ Այդ կորուստը անուղղելի է, ինչով այն կաղվի, ասում է Տերը։ Արդյունքում անհամ աղը դառնում է անպիտան և դուրս է նետվում ոտնակոխ լինելու համար, ինչպես անպտուղ ծառը, որը կտրվում և գցվում է կրակը։ Հետաքրքիր է նաև անհամացած աղի ոտքի կոխան դառնալու միտքը։ Հրեական սովորույթի համաձայն ժողովարանից հեռացված մարդը, երբ թույլատրություն էր ստանում վերադառնալ համայնք, պետք է զղջումով պառկեր ժողովարանի դռների առաջ, որպեսզի մյուսները նրան, այսպես ասած, ոտնակոխ անելով մտնեին։ Վաղ եկեղեցին ընդունեց այս սովորույթը, և համայնքից հեռացված քրիստոնյան նախքան վերականգնումը նույնպես պետք է պառկեր եկեղեցու դռների մոտ իբրև ոտքի կոխան։ Հայ միջնադարյան եկեղեցական ավանդության համաձայն գավիթներում ամփոփված մարմինները ամենայն հավանականությամբ այս նույն միտքն են ցանկանում փոխանցել, կարծես ասելով. «Ոտնակոխ արեք մեզ, որովհետև մենք անհամացած աղ ենք եղել», և այդպիսով նաև իրենց խոնարհությունն են ցույց տալիս, որով նաև ակնկալում են իրենց ողորմություն Աստծո կողմից։ Դուք եք աշխարհի լույսը։ Մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել։ Հիսուս իր աշակերտներին անվանում է աշխարհի լույս։ Աստվածաշնչյան մտածողության մեջ լույսը կենսական և առաջնային իրականություն է։ Այն ստեղծվել է առաջինը (Գիգ-ծննդոցում խոսվում է դրա մասին) և դարձել է կյանքի, իմաստության, ճշմարտության ու փրկության խորհրդանիշ։
Սամոսերգուն Աստծուն կոչում է լույս, իսկ օրենքն ու ուխտը ճրագ։ Իսրայելը ներկայացում է որպես լույս հեթանոսների համար, Եսայի մարգարեն է դրա մասին խոսում։ Նոր կտակարանում այդ հանգամանքը կենտրոնանում է Քրիստոսի անձի մեջ, որ աշխարհի լույսն է։ Աշակերտները, ինչպես Հովհաննես Մկրտիչը, իրական լույսը չեն, այլ կոչված են փոխանցելու այն աստվածային լույսը, որը ստացել են, ճշմարիտ լույսից, այսինքն որդի Աստծուց։ Այդ պատճառով քրիստոնյաները կոչվում են լույսի որդիներ։ Քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել արտահայտությունը լույսի փոխաբերության շարունակությունն է։ Բարձունքի վրա գտնվող քաղաքը, որի լույսերը երևում են հատկապես գիշերով, չի կարող աննկատ մնալ, ինչպես քաղաքը չի կարող թաքնվել, այնպես էլ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը չի կարող աննկատ մնալ։ Այսպիսով, ինչպես աղի դեպքում, այնպես եւ այստեղ ընդգծվում է կոչման անխուսափելիությունը, աշակերտի գոյությունն ինքնին պետք է լինի վկայություն։ Թաքնվել կամ լույսը չցուցադրել նշանակում է հակադրվել սեփական էությանը։ Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, եւ նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են։ Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր հորը, որ երկնքում է։ Տեր Հիսուս վերադառնում է լույսի պատկերին, աշակերտներին համատելով ճրագի հետ։ Այդ ճրագամանները պատրաստվում էին կավից, լցվում էին ձեթով եւ ունեին պատրույգ։ Դրանք չէին հանգցնում փչելով, այլ ծածկում էին կաթսայով կամ որևէ այլ հարմարանքով, որպեսզի կանխեն հետագա ծխելը կամ կայծերի տարածումը։ Սակայն երբ մարդիկ տանն էին, ճրագը դրվում էր աշտանակի վրա, որպեսզի լուսավորի ամբողջ սենյակը։ Ճրագը Աստվածաշնչում տարածված փոխաբերություն է։ Այն կապվում է Աստուծո, օրենքի, Իսրայելի, Մեսիայի եւ Տաճարի հետ։ Իսկ Նոր Կտակարանում նաեւ Հովհաննես Մկրտչի հետ։ Ինչպես անիմաստ է ճրագը վառել ու անմիջապես ծածկել կամ հանգցնել այն, նույնքան անմիտ է աշակերտի համար իրեն տրված լույսը թաքցնելը։ Ինչպես աղի դեպքում, այստեղ եւս ընդգծվում է կոչմանը հավատարիմ լինելու հանգամանքը։ Այստեղ կա նաև նախազգուշացում. քրիստոնյան կարող է հավատ ունենալ, բայց այն անպտուղ մնա։ Հետևաբար, հավատքը անհրաժեշտ է վկայել։ Քրիստոնեությունը գաղտնի ուսմունք չէ, այլ հրապարակային վկայություն, որը դրսևորվում է բարի գործերով, որպեսզի մարդկանց հայացքը վերջապես ուղղվի դեպի Աստված։ Մի կարծեք, թե օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Այստեղ Տեր Հիսուս մերժում է այն պատկերացումը, թե ինքը եկել է օրենքը վերացնելու։ Օրենք եւ մարգարեներ ասելով հասկացվում է ողջ Սուրբ Գիրքը։ Չեկա ջնջելուն մատնանշում է, որ Տեր Հիսուս չի չեղարկում օրենքի աստվածահաստատ նպատակը, իսկ լրացնելը ցույց է տալիս, որ Քրիստոս նպատակ ունի այն հասցնել իր վախճանաբանական կատարմանը, ճիշտ այնպես, ինչպես Մատթեոսի մոտ կատարում բառը կիրառվում է մարգարեությունների իրականացման համար։ Սա եղավ, որպեսզի կատարվի մարգարեի կողմից ասվածը, հաճախ կրկնում է Մատթեոս ավետարանիչը։ Հիսուս ոչ թե խստացնում կամ պարզապես պահպանում է օրենքը, այլ բացահայտում է դրա վերջնական իմաստը եւ նպատակը։ Օրենքը պատկանում է այս աշխարհին եւ կոչված է զսպելու մեղքը, սակայն մեսիական ժամանակների գալստյամբ այն իր լրումը գտնում է Քրիստոսի անձի մեջ, որը օրենքի նպատակն է ու վախճանը։ Այդ պատճառով Քրիստոսով նոր կյանքը չի չեղարկում օրենքը, այլ իրականացնում է դրա խորագույն բովանդակությունը սիրո պատվիրանի մեջ, որը Մատթեոսի ավետարանում ներկայացվում է որպես ամբողջ օրենքի եւ մարգարեների լրում։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, մինչև որ երկինք ու երկիր անցնեն, մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, օրենքից եւ մարգարեներից չի անցնի, մինչև որ այս բոլորը կատարվի։
Այստեղ Տեր Հիսուսի խոսքը սկսվում է հանդիսավոր հաստատմամբ. ճշմարիտ եմ ասում ձեզ, որը բնագրում հնչում է որպես ամեն ասեմ ձեզ։ Ամեն բառը, ինչպես նշում են մեկնաբանները, հուդայական միջավայրում սովորաբար արտասանվում էր աղոթքի ավարտին, որպես համաձայնության նշան, մինչդեռ Հիսուս այն դնում է խոսքի սկզբում, ընդգծելով իր խոսքի հեղինակությունն ու մարգարեական բնույթը։ Մինչև որ երկինք ու երկիր անցնեն, արտահայտությունը ավանդաբար մեկնաբանվել է որպես օրենքի հարատևության ընդգծում։ Օրենքը, սակայն, տրված է երկրային կյանքի պայմանների համար, եւ քանի դեռ մարդիկ ապրում են այս աշխարհում, այն չի կարող ջնջվել։ Սակայն մի շարք մեկնաբաններ հակված են այս արտահայտությունը հասկանալ ոչ թե հավիտենականության, այլ այս աշխարհի վերջի, այսինքն վախճանաբանական հեռանկարի իմաստով։ Օրենքը գործում է այնքան ժամանակ, որքան գոյություն ունի հին աշխարհակարգը։ Քրիստոսի գալուստը հայտարարում է այդ աշխարհի վերջի եւ նոր իրականության, կամ այսպես ասած, Աստծո թագավորության մոտենալու սկիզբը։ Ոչ մի հովտ իսկ, որ մի նշանախեց է, արտահայտությունը բոլոր մեկնաբանների մոտ ընկալվում է որպես օրենքի ամենափոքր տարրերի փոխաբերական նկարագրություն։ Հովտը նույնացվում է եբրայերեն յուդ տառի հետ, այբուբենի ամենափոքր նշանը։ Այսպիսով, ընդգծվում է, որ օրենքի նույնիսկ ամենանուրբ մանրամասները անտեսման ենթակա չեն, սակայն այս միտքն ակնհայտ լարվածության մեջ է գտնվում թե Քրիստոսի գործնական վարքի եւ մի շարք ուսուցումների, թե Պողոս առաքյալի վարդապետության հետ։ Օրինակ, Քրիստոսն է օրենքի վախճանը, ինչպես ասում է Պողոս առաքյալը Հռոմեացիներին ուղղված 10-րդ գլխի 4-րդ համարում։ Այս խնդրի լուծումը, ինչպես հիմնավորում են որոշ մեկնաբաններ, հունարեն կատարել բայի ճիշտ ըմբռնման մեջ է։ Այն չի նշանակում բառացիորեն բոլոր պատվիրանները իրագործել, այլ ունի մարգարեական եւ վախճանաբանական իմաստ՝ իրականացնել, հասցնել իր նպատակին։ Մատթեոսի ավետարանում այս բայը մշտապես գործածվում է մարգարեությունների իրականացման համատեքստում, որպեսզի կատարվի Տիրոջ կողմից ասվածը։ Այս իմաստով օրենքն իր լրումին է հասնում Քրիստոսով։ Օրենքը, որը տրված էր քարե տախտակների վրա, ըստ մարգարեների խոստման, պիտի գրվեր մարդկանց սրտերի մեջ, այդպես է ասում Երեմիա մարգարեն իր 31-րդ գլխի 31-րդ համարում։ Քրիստոս հենց այս նոր ներքին եւ հոգեվոր իրականությունն է հաստատում, որով հին օրենքը բառացի, տառական, նյութական ու արտաքին վիճակից իմացական, հոգեկան եւ ներքին վիճակի է փոխակերպվում։ Օրենքի կատարելագործումը դրա բարոյական եւ հոգեվոր բարձրացումն է, ոչ թե մեխանիկական պահպանումը։ Այսպիսով, այստեղ ուսուցանում է Տերը ոչ թե մովսիսական օրենքի հավերժական անփոփոխությունը, ինչպես ընկալվում էր հուդայական ավանդության մեջ, իբրև թե օրենքը հավիտենական է, այլ հաստատում է դրա ժամանակավոր, բայց աստվածային նշանակությունը։ Օրենքը գործում է այս աշխարհի մեջ եւ այս աշխարհի համար, սակայն իր լիակատար իմաստ ու նպատակը գտնում է Քրիստոսի եւ երկնքի արքայության վախճանաբանական իրականության մեջ։ Ով որ այս պատվիրաններից փոքրից անգամ մի բան կջնջի եւ մարդկանց այդպես կուսուցանի, երկնքի արքայության մեջ փոքր պիտի համարվի, իսկ ով կկատարի եւ կուսուցանի, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի համարվի։ Քրիստոս օրենքի մասին խոսքը տեղափոխում է անձնական վարքի դաշտից դեպի վարդապետական պատասխանատվության դաշտ։ Ով մի բան կջնջի եւ մարդկանց այդպես կուսուցանի, եւ ով կկատարի եւ կուսուցանի, հակադրությունը բնորոշ է Մատթեոսի ավետարանին, որտեղ ավետարանի տարածումը դիտվում է որպես եկեղեցու հիմնարար առաքելություն, ինչպես որ Մատթեոսի ավետարանի վերջին գլխում, 28-րդ գլխում Տերը պատվիրում է. գնան եւ քարոզեն ավետարանը բոլոր մարդկանց։ Այստեղ մեկնաբանական հիմնական հարցն այն է, թե որ պատվիրանների մասին է խոսքը՝ մովսիսական օրենքի, թե Քրիստոսի կողմից բացահայտվող նոր պատվիրանների։
Տեքստի բառացի ընթերցումը կարող է տպավորություն ստեղծել, թե խոսքը հին կտակարանյան օրենքի ամենափոքր պահանջի պահպանման մասին է։ Սակայն վաղ քրիստոնեական մեկնությունները այստեղ ընդգծում են իմաստային տարբերությունը օրենքի տառի և Քրիստոսի հայտնած կամքի միջև։ Այս միտքը հստակ ձևակերպում է Օգոստինոս Երանելին։ Այն, ինչի մասին խոսվում է օրենքում, կոչվում է փոքրագույն, իսկ այն, ինչ ցանկանում էր ասել Քրիստոս, մեծագույն։ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը նշում է, որ այս պատվիրանները պետք է հասկանալ ոչ թե հին կտակարանյան պատվիրանները տառացի իմաստով, այլ այն պատվիրանները, որոնք ինքը Քրիստոսն է տալիս և բացահայտում լեռան քարոզում։ Այդ պատճառով խոսքը վերաբերում է օրենքի վերջնական և ամբողջական իմաստին Քրիստոսի մեկնաբանությամբ։ Փոքր և մեծ կոչվելու մասին խոսքը մեկնիչների մոտ ունի տարբեր շեշտադրումներ։ Հովհաննես Ծործորեցին, օրինակ, փոքր կոչվելը մեկնաբանում է խիստ իմաստով, որպես Աստծո արքայությունից զրկված վիճակ, քանի որ պատվիրան խախտողը և այդպես սովորեցնողը դառնում է չարի ուսուցիչ։ Այլ մեկնաբաններ փոքրը հասկանում են որպես արքայության ներսում վարձատրության նվազ աստիճան, ոչ թե փրկության կորուստ։ Ամեն դեպքում բոլոր մեկնությունները միավորվում են այն մտքի շուրջ, որ Քրիստոսի խոսքը լուրջ նախազգուշացում է վարդապետների և առաջնորդների համար։ Հատկապես շեշտվում է, որ վարդապետությունն ու կյանքը անբաժանելի են։ Հովհաննես Ծործորեցին Մատթեոսի ավետարանի մեկնության մեջ ընդգծում է, որ քարոզողի հակասական կյանքը վարկաբեկում է ոչ միայն իրեն, այլ նաև պատվիրանը։ Այդ պատճառով մեծ կոչվելը վերապահված է նրան, ով և կատարում է, և սովորեցնում, ինչպես Քրիստոս։ Մաղաքիա arczepiskopos Օրմանյանի մեկնությամբ այս հատվածը ուղղված է արտաքին ու տառացի օրինապահության դեմ։ Հիսուսի նպատակը պատվիրանները ջնջելը չէ, այլ դրանք լրացնելը, բարձրացնելով տառից դեպի ներքին հոգևոր իրագործում։ Ընդունելի է ոչ թե պատվիրանը ձևականորեն պահողը, այլ այն իրապես ապրողն ու կատարողը։ Բայց ասում եմ ձեզ, որ եթե ձեր արդարությունը ավելի չլինի, քան օրենսգետներինը և փարիսեցիներինը, երկնքի արքայությունը չեք մտնի։ Բայց ասում եմ ձեզ ձևակերպումը, թեև այստեղ չի սկսվում ամեն բառով, կամ ճշմարիտ եմ ասում ձևակերպմամբ, բայց և այնպես ընդգծում է ասելիքի բացառիկ կարևորությունը։ Խոսքը վերաբերում է արդարությանը, որը և հին, և նոր ուխտում կենտրոնական հասկացություն է։ Հիսուս դիմում է իր աշակերտներին, պահանջելով նրանցից այն նույնը, ինչ իր մասին ասաց ավելի վեր, որ նա եկել է օրենքը և մարգարեներին կատարելու։ Փարիսեցիներն ու օրենսգետները հայտնի էին իրենց արտաքին բարեպաշտությամբ և օրենքի մանրակրկիտ պահպանումով, սակայն Քրիստոս նրանց դատապարտում էր այն բանի համար, որ նրանց խոսքերն ու գործերը չէին համընկնում, և որ նրանք շրջանցում էին օրենքի իրական պահանջները, Աստծո կամքը։ Նրանց արդարությունը հաճախ դառնում էր ձևական, մեխանիկական և նույնիսկ անբարոյական, քանի որ այն հիմնված էր օրենքի տառի վրա, այլ ոչ թե նրա ոգու։ Քրիստոս պահանջում է արդարություն, որը ոչ թե քանակապես ավելի մեծ է, այլ որակապես այլ։ Խոսքը ավելին լինելու մասին չէ թվային իմաստով, այլ ավելի խոր արդարության մասին։ Ոչ թե վաստակների կուտակման, այլ Աստծո կամքին սրտով հավատարիմ լինելու մասին։ Այս արդարությունը չի ծնվում արտաքին կանոնների պահպանումից, այլ ներսից փոխված սրտից է բխում։ Փարիսեցիների պատկերացմամբ արդարությունը նույնացվում էր օրենքի բոլոր պահանջների կատարման հետ, ինչը ընկալվում էր որպես Աստծո կողմից պարգևներ ստանալու ուղի այս կյանքում և ապագայում։ Սակայն Հիսուս բացահայտում է, որ այդպիսի օրինական արդարությունը բավարար չէ Աստծո արքայություն մտնելու համար։ Մարդը չի կարող փրկություն վաստակել իր գործերով, քանի որ մարդկային արդարությունը անկատար է։
և միայն Աստծո շնորհով պարգևող արդարությունն է փրկարար։ Հովհաննես Ծործորեցին բացատրում է, որ ավելինը այստեղ նշանակում է ոչ միայն սովորեցնելը, այլ կատարելն ու ապրելը։ Օրենսգետներն ունեին մարմնական արդարություն, որը սահմանափակվում էր լվացումներով և ծեսերով, մինչդեռ Քրիստոս պահանջում է հոգևոր արդարություն, որը հոգու ներդաշնակությունն ու առաքինությունների ամբողջությունն է։ Ստեփանոս Սյունեցին ևս շեշտում է, որ փարիսեցիների ուսուցումը հաստատված չլինելով գործերի վրա, վերջ ի վերջո դառնում էր չար օրինակ։ Լեռան քարոզի հաջորդ հատվածները հանդիսանում են այս խոսքի ընդարձակ մեկնություն։ 6 հակաթեզերով լսել եք, թե ինչ ասվեց, իսկ ես ձեզ ասում եմ, Քրիստոս ցույց է տալիս օրենքի իրական նպատակը, որն է սրտի փոխակերպումը։